Հունվար 28 ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ հունվարի 28 և տարվա 4-րդ շաբաթ։ 3 անգամ ևս ընթերցենք Եբրայեցիս 4:12-ը։ 4-րդ շաբաթվա վերջին օրն է այսօր և հույսով եմ, որ այս համարն արդեն ձեզանից ոմանք կարող են անգիր ասել։ Ես կկարդամ առաջին անգամ, երկրորդ անգամ դուք կկարդաք և երրորդ անգամ միասին կկարդանք Եբրայեցիներին ուղղված 4-րդ գլխի 12-րդ համարը։ Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է, այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Այժմ դուք կարդացեք երկրորդ անգամ և ես կլռեմ։ Եվ եկեք երրորդ անգամ կարդանք միասին։ Եբրայեցիներին 4:12 Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է, այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարանից ընթերցում ենք Ելից 5:1-ից 6:30 և Սաղմոս 16:7-11, Առակաց 5:7-14։ Նոր կտակարանից ընթերցում ենք 18-րդ գլուխ Մատթեոս ավետարան 21-35 համարներ։ Մաղթում եմ ձեզ ուրախ օր և օրհնություններով լի օր, մինչ հաջորդ հանդիպում։